Իսկ հիմա կանենք հաջորդ էքսպերիմենտը, տեսնում եք այստեղ 14 արկանը, դա умеренность картны, рештаки, 10-րդ արկանը колесо фортуны, ուժի քարտը, Верховная Жрица, տեսնում եք, հա, ուրեմն այստեղ звездан է, Жертвой карта повешенный եւ դուրակ քարտը։ Ես մի փոքր դժվարացրել եմ էքսպերիմենտը, որպեսզի այսինքն այնպիսի քարտեր եմ ընտրել, որոնք կարող են ձեզ շփոթեցնել ձեր ինտուիցիային։ Եվ եկեք խառնենք, մենք այստեղից պետք է գտնենք, տեսնենք ինչքանով է ձեր ինտուիցիան ուժեղ եւ արդյոք եթե ինչ-որ մարդիկ այստեղ դիտում են ինձ, ովքեր ունեն ուժեր, նաեւ ձեր ուժերը այսպես կարող եք փորձել, արդյոք դուք ունեք ուժեր, եւ եթե դուք գտնեք Верховная Жрица, ճիշտ պոզիցիայում ուրեմն դուք ունեք ուժեր եւ կարող եք դիմել ինձ մոտ սովորելու։ Հաշվում ենք, քանի քարտ է 1, 2, 3, 4, 5, 6, 7 պոզիցիա է լինելու եւ այսպես։ Լավ խառնում ենք։ Տեսնում եք։ Եվ այսպես ես կարտերը դնում եմ առաջի պոզիցիա, երկրորդ պոզիցիա, երրորդ պոզիցիա, երևում է ձեզ, երրորդ պոզիցիան, չորրորդ պոզիցիան, հինգերորդ, վեցերորդ, քիչ վերև հանենք, եւ 7-րդ պոզիցիան։ Նայեք այս, առաջի պոզիցիա, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5, 6, 7։ Այս 7 պոզիցիաների մեջից պետք է ընտրեք միայն մեկ պոզիցիա, որտեղ որ գտնվում է Верховная Жрица։ Այսպես անենք, ընտրություն կատարեք եւ գնացինք։ Չգիտեմ ինչու ես նորից ընտրում եմ առաջի պոզիցիան, եկեք սկսենք երրորդից, երկրորդից ովքեր ընտրել են, առաջինից, ես ճիշտ էի լի, եթե մյուսները